Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին գտնվում ենք արդեն 3-րդ երգի 2-րդ գլխում։ Ես կարդամ տեքստը եւ մենք շարունակենք։ Այս պահին ուսումնասիրում ենք Վիդուրայի եւ Ութավայի խոսակցությունը։ Վիդուրան ինքը հարցադրումներ կատարեց Ութավային, որովհետեւ գտնվում էր ուխտագնացության մեջ եւ դեռ այսպես էլի տեղյակ չէր ընդհանրապես թե ինչ է կատարվել այն ընթացքում, երբ որ ինքը ման էր գալիս արական կայսրության սրբավայրերում։ Եվ այսպես տեքստը ինքը հնչում է այսպես, կներեք, մի բան։ Ուրեմն երրորդ երգ, Շիմոն Բաղավատամ, երրորդ երգ, 2-րդ գլուխ, տեքստեր 16-ից։ Երբ մտածում եմ Տեր Կրիշնայի մասին, թե ինչպես նա անձինը ծնվեց այն բանտում, որտեղ բանտարկված էր Վասուդևան, թե ինչպես զրկված հայրական պաշտպանությունից գնաց Վրաջա եւ թշնամու հանդեպ վախից թաքնվեց այնտեղ, ձևանալով ուրիշ մեկը, եւ թե ինչպես չնայած իր անսահման զորությանը, շփոթված փախավ Մաթուրայից, սա ինձ շփոթեցնում է եւ տառապանք պատճառում։ Տեր Կրիշնան ներողություն խնդրեց իր ծնողներից այն բանի համար, որ իրենք Կրիշնան եւ Բալարաման չէին կարող ծառայել նրանց ոտնաթաթերին, քանի որ Կամսայի հանդեպ վախի պատճառով հայտնվել էին տանից հեռու։ Մայրիկ, հայրիկ, ասում էր նա, ներեք մեզ, որ չկարողացանք կատարել մեր որդիական պարտականությունը։ Սիրտս կոտրվում է, երբ Աստված այսպիսի բաներ է անում։ Ուրեմն, սիրելիներս, չէ, այստեղ մենք արդեն տեսնում ենք, որ հերթական պերսոնալ տեքստեր ունենք, որտեղ պետք է ուրեմն աշխատենք հասկացողություն զարգացնել ընդհանրապես, թե սա ինչի մասին է։ Խոսակցությունը գնում է նրա մասին, որ այո, մենք դա արդեն քննարկել ենք, որ արիացիները իրենք պնդում են, որ 5000 տարի առաջ Իրագույն Աստծո ազնվորությունը ինքը ներկա է եղել մեր մոլորակում։ Ընդ որում այդ ներկա է եղել հանգամանքը ինքը քննարկվում է շատ բազմակողմանի, հա, կան մարդիկ հենց Հնդկաստանում, որոնք իրենք մտածում են, որ Տեր Կրիշնան ինքը Տեր Վիշնուի մարմնավորումն է, այսինքն ինքը արարչի, այսպես կոչված մարդկային մարմնավորումն է, որովհետև ինքը հայտնվել է մարդկային ուրեմն մարմնով, հայտնվել է մարդկային հասարակության մեջ, ոչ մի այսպես իրականում գերբնական լիքը բաներ է արել, բայց միևնույն է, այսինքն որ ինքը իրականում Տեր Վիշնուն է, Տեր Վիշնուի մարմնավորումն է։ Կան արդեն անմիջական Տեր Կրիշնայի նվիրյալները, այսինքն այն ազնվորությունները, որոնք հենց իրեն են ընդունում որպես վերջնական գերագույն ազնվորություն եւ անում են դա Բաղավատամի հիմքի վրա, որտեղ ինչպես մենք տեսանք, Բաղավատամը ինքը երրորդ գլխում թվարկելով եւ որտեղ որ թվարկվում էին այն գերագույն Աստծո այն մարմնավորումները, որոնք քննարկվելու են, ուրեմն եւ այդտեղ վերջի տեքստը ինքը հնչեց այդպես. Կրիշնաստու Բաղավան Սվայամ, բայց Տեր Կրիշնան ինքը գերագույն Աստծո ազնվորությունն է։ Մենք կամաց ամեն անգամ, երբ որ խոսակցությունը արդեն գնում է այդ թեմայի շուրջ, կամաց փորձում ենք քննարկել, թե ընդհանրապես դա ինչի մասին է խոսքը։ Ուրեմն, խոսքը շատ կարևոր սկզբունքների մասին է եւ մենք ձեզ հետ ամենասկզբից պայմանավորվել ենք, որ երբ որ Բաղավատամը ինքը ներկայացնում է Տեր Կրիշնային որպես վերջնական գերագույն Աստծո ազնվորություն, մենք այդ արգումենտը, այդ խոսակցությունը դեռևս չենք ընդունում։ Ինչու համար, որովհետև սա իրականում, եթե ասենք այն գիտեք ոնց է, ես միշտ իմ մոտեցումը համենայն դեպս միշտ էսպիսինն է, որ երբ որ ես ինչ-որ մի գաղափար եմ լսում, չէ, ես անմիջապես մտածում եմ, ինչ կստանա ամբողջ մարդկությունը, եթե այս գաղափարը ընդունի, ինչ կստացվի ընդհանրապես դրա հետևանքով։
չէ՞։ Այս պահին մենք դες հետ դա շատ ենք քննարկել, որ իրականում կա մի գաղափար, որը արիացիները առաջ են քաշում եւ ինձ հետ ասեք մարդիկ կան, որոնք կարող են չհամաձայնվել, ընդհանրապես ոչ մի խնդիր չկա, ես համարում եմ, որ իրենք ճիշտ են։ Ես իրենց հետ այդ կարծիքը կիսում եմ, հենց դրա համար էլ խոսում եմ արիական քաղաքակրթության մասին։ Եթե ես մտածեի, որ արիացիները իրենք ինչ-որ սխալ բաներ են ասում եւ ինձ համար իրենց արգումենտները բավարար չլինեին, ապա ես կխոսեի նրա մասին, որտեղ որ այդ բավարար պատասխանները ստացել եմ։ Ինձ համար արիացիների պատասխանները բացարձակ բավարար են։ Ուրեմն եկեք տեսենք, թե ասենք կոնկրետ արիացիները իրանք ինչի մասին են խոսում։ Հետո արդեն դուք ինքներդ կընտրեք, ընդունել, չընդունել, ես թե ինչ անել դրա հետ, չէ՞։ Ուրեմն առաջի հարցը դա նա է, որ հիմա ընդհանրապես այս պահին մեր մոլորակի վրա կան բազմաթիվ կրոնականություններ։ Այդ բազմաթիվ կրոնականությունները իրենց հերթին, իրենց ներսում բաժանված են տարբեր աղանդերի։ Մենք սովոր ենք մտածել, որ այն կրոնականությունը, որը պետականորեն ընդունված է, դա այսպես է, հաստատված, հեղինակավոր կրոնականություն է, այն ամեն ինչը ինչ-որ շեղված է պետականորեն ընդունված, ուրեմն բանից, գաղափարախոսությունից կրոնական, այդ ամեն ինչը աղանդ է։ Մենք դες հետ քննարկել ենք, որ արիացիները իրենք այլ մտածելակերպ ունեն։ Արիացիները իրենք ասում են, ոչ, ցանկացած կազմակերպված կրոնականություն ինքը աղանդ է։ Ինչու՞։ Շատ պարզ տրամաբանությամբ։ Արիացիներն իրենք ասում են, Աստված մեկն է։ Եվ եթե մենք հաստատված ենք ճշմարտության մեջ, ապա մարդկության մեջ չեն կարող լինել հարյուրավոր աստվածներ, չէ, կիսաստվածներ կարող են, բայց նախասկզբնական գերագույն Աստված ինքը մեկն է։ Եվ նշանակում է, որ իրական կրոնը ինքը պետք է լինի մի հատ։ Ու մենք բերում ենք պարզ տրամաբանություն։ Հա, ասենք, ես օրինակ հիմա ձեր առաջ նստած եմ ազնվորություն, չէ՞։ Ես Արչիլ եմ կամ Ադելայդան աշխարհիկ անունով, չէ՞։ Ուրեմն հիմա պատկերացրեք, ասենք, եթե ասենք աշխարհի բոլոր մարդիկ խնդիր ունենային ինձ ճանաչել կամ իմ հետ հարաբերություններ կառուցել։ Մի րոպե պատկերացնենք այդպես, չէ՞։ Կարող է այդպես լինի, որ ասենք ինչ որ մի խումբ մարդիկ իրենք ասեին մենք այս ազնվորությանը ճանաչում ենք։ Իր անունը Մարինա է, ինքը նման է, չգիտեմ, չինացիներին, հա, ունի դեղին մաշկ եւ այլն եւ այլն։ Այն մյուս խումբը ասի մենք էլ ենք իրար ճանաչում, ինքը ուրեմն իր անունը, չգիտեմ, Ժակլին է, հա, ինքը սպիտակամաշկ է եւ ապրում է Փարիզում։ Մյուսը հասկացաք, չէ՞ սկզբունքը, այսինքն ամեն մեկը իմ մասին ինչ ուզենա այն էլ խոսա։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է մի բան։ Եվ ինչ որ մեկը կարող է ասել, ինքը Ադելայդան է կամ Արչին է, ինքը հայի եւ հույնի խառնորդ է, ապրում է Հայաստանում։ Շա, հասկանում եք, եւ այտեսեք այդ բազմազանության մեջ, չէ՞, երբ որ հնչում են տարբեր տեսակի կարծիքներ, նրանք, ովքեր ինձի չեն տեսել, չեն կարող իրանք որոշեն, թե այդ բազմազանության մեջ իմ մասին տվյալը որն է իրականը։ Հիմա, մենք դες այդ բազմիցս քննարկել ենք, իսկ ինչպես է ստացվել։ Այդ ընդհանրապես ինչպես է ստացվել, որ ես միշտ ասել եմ, ասում եմ ու հիմա էլ կասեմ, աշխարհի ամենածիծաղալու գաղափարը, ազգային Աստված։ Աշխարհի ամենածիծաղալու գաղափարը։ Հասկանում եք, որ մարդիկ նույնիսկ ասեք, այնպեսի լուրջ դեմքի արտահայտությամբ են այդ գաղափարախոսության հետևից գնում, չէ՞, որ մի վարքյան նույնիսկ իրենց նեղություն չեն տալիս, որ մի հատ պատկերացնեն, ինչ է նշանակում ազգային Աստված։ Ես միշտ այդ օրինակը բերում եմ, այսինքն գոյություն ունեն ինչ-որ ազնվորություններ, թեկուզ կիսաստվածներ, թեկուզ Աստված, կապ չունի, որը ինքը ասենք գոյություն ունի, ասում է չէ, սպասեք, ես ոչ մեկի Աստվածը չեմ, ես մենակ հայերի Աստվածն եմ։
Այն մնացած ամբողջ տիեզերքը թող գնա կորչի գրողի ծոցը։ Ես մենակ հայերի Աստվածն եմ։ Մյուս ասի ես մենակ հայերի ջրի տարերքի կիս Աստվածն եմ, հասկանում եք։ Անհեթեթ բան է, չէ՞ ստացվում, կամ մենակ եվրոպացիների, կամ չգիտեմ, մենակ ամերիկացիների, մենակ հրեաների, մենակ անդիկների։ Երբ որ մենք մի հատ լուրջ ենք նայում, մենք այդտեղ պետք է որ պարզ տեսնենք, հասկանում եք, թե ինչպիսի անհեթեթ պրոցեսներով ենք զբաղված։ Իհարկե, Աստված ինքը մեկն է։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մեկն է։ Պարզ տրամաբանությունը ինքը խոսում է դրա մասին։ Այս պահին այ կա բազմակրոնություն, որտեղ մեկը ասում է ինքը Հովան է, մյուսն ասում է ինքը Ալլահն է, մյուսն ասում է ինքը Վիշնուն է, մեկն ասում է չէ ինքը Կրիշնան է, մեկը ասում է ինքը вообще ոչ մի բան է, մյուսն ասում է ինքը Բուդդան է, հասնում ես ազատագրման, այնտեղ կտեսնես թե ինչ կա, թե այնտեղ վերջնական ճշմարտությունը որն է, եսի մեզ է դա։ Չէ, այսինքն բազմազանություն կա։ Հիմա հարց։ Եթե Աստված մեկն է, այս կրոնական տեսությունների բազմազանությունը որտեղից։ Այսինքն ինքը ընդհանրապես, այսինքն դա ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում բազմազանություն ստեղծվեց։ Բազմազանություն ստեղծվեց, դա նշանակում է, ինչ որ մի հատ ուժ կա, որը ինքը գործել է հանրահայտ սկզբունքով։ Բաժանիր, որ իշխես։ Չէ՞, տեսեք, երբ որ մենք արիական քաղաքակրթության տրամաբանությամբ ենք գնում, արիացիները իրենք ինչ են ասում։ Իրենք ասում են, այ հիմա այն ժամանակ, երբ որ Տեր Քրիշնան ինքը էստեղ էր, չէ՞, այ այս պահից սկսած մի քիչ են կողմ, մի քանի, ասենք, մի 100-200 տարի հետո սկսվում է աստվածամերժության դարաշրջանը։ Հա? Եվ հենց այդ ժամանակվանից է, որ Աստծո գաղափարը ինքը դարձավ այդպես։ Հարյուրավոր Աստված կա, ոչ թե կիս Աստվածներ, այստեղ կիս Աստվածներին հələ չենք խառնում։ Սա ուրիշ խոսակցություն է կիս Աստվածների խոսակցությունը, թեկուզ էությունը նույնն է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք, այդ բազմազանությունը, այդ որ ինքս էս մեկ էլ բաժանվեց, այս ինչի հաշվին եղավ։ Առաջինը եղավ դրա հաշվին, որ արիական քաղաքակրթությունը ինքը թուլացավ, կորցրեց իր ազդեցությունը, վերացավ արիական կայսրությունը, մնաց ընդամենը մի փոքրիկ կտոր, որը այս պահին մեզ հայտնի է որպես Հնդկաստան, չէ՞։ Հիմա այն մնացածները այդտեղ սկսեցին լցվել աստվածամերժ կենդանի էակները։ Հասկանում եք։ Հիմա որն է աստվածամերժության գերնպատակը։ Ինչի է դարաշրջանը հենց արիացիները կոչում էին հենց իմինը աստվածամերժության։ Իրանք կարող էին ասել սա ագահության դարաշրջանն է։ Կարող էին ասել սա դաժանության դարաշրջանն է։ Հա, որովհետև երբ որ մենք մտնում ենք աստվածամերժության դարաշրջան եւ սկսում են ծնվել աստվածամերժ կենդանի էակները, թե մարդիկ իրանք ինչպիսի դաժանությամբ են իրար հետ վարվում, այդպիսի դաժանություն ոչ մի դարաշրջանում չկա։ Հասկանում եք ինչու, որովհետև ծնվում են կենդանի էակներ, որոնք գտնվում են տգիտության եւ կրքերի թշնամանքի եւ կրքերի տրամադրությունների մեջ։ Իսկ այդտեղից ոչ մի լավ բան չի կարող ծնվի, չէ՞։ Թշնամանքից ծնվում է դաժանությունը եւ բռնությունը, կրքերից ծնվում է մրցակցությունը, այսինքն խորամանկությունը։ Всё, ինչ լավ բան այդտեղ կարող է լինել, չէ՞։ Եվ այս սկսում է, այդ դաժանության դարաշրջանն է սկսվում։ Եվ այդ դարաշրջանի սկիզբը ինքը բան է, այսպես էլի արտահայտվում է, երբ որ մենք ձեզ հետ խոսել ենք, որ արիացիների քաղաքակրթությունը ինքը կառուցված էր այնպես, որ ինքը բոլորին ընդունում էր, բայց բոլորին ընդունելով ինքը իրա մեջ ահավոր կարգավորված էր։ Ինչպես էր ինքը կարգավորված։ Ինքը կարգավորված էր այսպես, որ ամենաառաքինի անձնավորությունները գտնվում էին ամենաբարձր դիրքերում հասարակության մեջ։ Պատկերացումները, որ արիացիները իրանք ուղակի կռվարար զինվորներ են եղել,
դա այնքան հեռու է ընդհանրապես արիացիների քաղաքակրթության տրամադրություններից, որոնք այսինքն երբ որ հենց իրանց գրվածքն ես ուսումնասիրում, թե իրանք իրանց մասին, իրանց ներքին կառուցվածքի մասին ինչեր են խոսում, տեսնում ես, որ դա ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Էլ ես չեմ խոսում այն թյուրիմացության մասին, թե ինչ են արել արիական քաղաքակրթության հետ հրեաները, կներեք, բաները, Հիտլերը, այսինքն գերմանացիք։ Թե ինչ նպատակով են արել, թե ոնց են արել, ես հիմա եթե խորանամ այդտեղ, ինձ կմեղադրեք, կասեք, բան, դուք բան, թեորիա Զագվարով, դրա ներկայացուցիչն եք, կներեք, բացարձակապես ոչ մի այդպիսի փառքաստու հիվանդություն չունեմ։ Հասկանում եք, բայց կան ինչ-որ մի հատ ճշմարտություններ, չէ, որոնք իրենք այնքան հեշտ է, էլի, sense միանգամից հայտարարել այդ թեորիա Զագվարով գնացինք առաջ։ Եվ ենթարկվել հենց թեորիայի Զագվարով։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն անհեթեթությունը ինքը հասել է մաքսիմալ պիկի մեր ժամանակներում։ Հասկանում եք, թեկուզ թվում է, որ հասել ենք վրոդիբի ինչ-որ գեր գիտական զարգացման, չէ՞։ Բայց դե այդ ամեն ինչի է ծառայում, պետք է ինչ-որ շատ անհեթեթ բաների։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Այսինքն հիմա մենք պետք է հասկանանք, որ արիացիները իրենք ասում են, հիմա սկսվեց աստվածամերժության դարաշրջանը։ Ինչ է նշանակում։ Այսինքն գալիս են կենդանի էակներ, որոնք իրենք հերքում են Աստծո գոյությունը։ Հիմա եւ աստվածամերժերը իրենք շահագրգռված են, որպեսզի չլինի աստվածակենտրոն պետություն։ Հասկանում եք, այդպիսի պետություն պիտի գոյություն չունենա։ Հիմա դրա համար ինչ է պետք, որպեսզի կարողանաս դու մտնես կրոնականների դաշտ, հաղթես իրանց եւ այլևս երբեք հնարավորություն չտաս, որպեսզի հոգեվոր մարդիկ կառուցեն իրանց պետությունը։ Ինչ պիտի անես դու։ Այդ դուք լինեիք, ինչ կանեիք։ Ճիշտ է, աստվածամերժերը իրենք շատ խելացի են։ Իրանք հենց այդպես էլ արել են։ Իրանք մտել են այդ դաշտ եւ բաժանել դաշտը։ Այստեղ եկավ, այս պրարոկը էս ասեց, այնտեղ եկավ, այս պրարոկը այն ասեց, Աստված մեկը, էսը ինչի համար է տարվեց, որպեսզի ժողովուրդները, իրանք մշտական, որ կրքերի գոյավիճակի մեջ գտնվող անձնավորություններ են, չէ՞։ Կրքերի մեջ կենդանիակը ինքը մրցակցությունը ինչ է նշանակում, որ ինքը ինչ քայլ ուզում է անի, մենակ կրոնականության մեջ չէ, որտեղ ինչ քայլ ուզում է անի, ինքը իրականում անում է քայլ բանի դեմ, ասեք, համագործակցության դեմ, այսինքն որն է իր ամենակարևորը, ես եմ ամենաճիշտը, ուրեմն սկզբից խառնում ենք, հետո ամեն մեկը իր բնությամբ սկսում է ասել, ես եմ ամենաճիշտը, եւ դա նշանակում է, որ իրական ճշմարտությունը հենց այդտեղ կոպիտ ասած թաղվեց եւ այդ մրցակցության դաշտում, թե ով է ամենաճիշտը, երբեք հնարավոր չի հաստատել ճշմարտությունը։ Հասկանում եք, հիմա մի հատ ուրիշ կողմից նայենք։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասում է, ես ժամանակը բաժանում եմ 4 մասերի։ Ոսկե, արծաթե, բրոնզե, երկաթե դարաշրջաններ։ Այդ ոսկե արծաթ բան ինքը սրտին է վերաբերվում, սրտի վիճակին։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասում է, բանը երկաթյա դարաշրջանը դա աստվածամերժերի դարաշրջանն է։ Այսինքն ես բոլոր դարաշրջաններից հավաքում եմ այն բոլոր հոգիներին, որոնք իրենք ընդհանրապես իմ մասին չեն ուզում լսեն, ուզում են ազատություն են ուզում իրենց զգայարանները բավարարելու իրավունքի մեջ, թե եւ իրենց ընդհանրապես չի հետաքրքրում, թե իրանք իրենց զգայարանները բավարարելու ուզում իշ տառապանք են պատճառում, ում են նեղացնում, ում են նսեմացնում, հակառակը այդպիսի անձնավորությունների մոտ բաները շաբլոնները իրանք լրիվ ուրիշ են, արժեքային համակարգը լրիվ ուրիշ է, կրքի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող կենդանիակները իրենք հպարտանում են, երբ որ կարողանում են ինչ-որ մեկին նսեմացնել եւ իր վրա իշխանություն հաստատել։ Եվ տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ գիտակցությունը ինքը հաճույք է ստանում այդպիսի process-ներից։ Եվ այդպիսի հասարակության մեջ, մարդկային համենայն դեպս հասարակության մեջ, չէ, հենց
այդպիսի անձնավորություններն են հարգվում, ինչ որտեղ իրանցից վախենում են, որոնք իրենք կարողացել են իշխանություն հաստատեն մնացած բոլորի վրա, ենթարկեցնեն բոլորին եսի միջ։ Եվ տեսեք, հենց որ սկսվում է աստվածամերժության դարաշրջանը, առաջի բանը, որ առաջանում է, դա ստրկատիրական հասարակությունն է։ Երբ որ դա արիական քաղաքակրթությունն է, չէ՞, այդ կախված վիճակը, դա ընդհանրապես մենք տեսեք դա քննարկել ենք, դա ընդհանրապես այն ազնվորություններն են, որոնք նոր են ծնվել հոգևոր դաշտում, այսինքն սա իրանց առաջի կյանքն է։ Ինչպես էին արիացիները դա որոշում։ Իրենք որոշում էին այդ դրանով, թե ինչքանով է կենդանի էակը ինքը հակված բավարարել իր զգայարանները։ Հասկանում եք, սա ամենակարևոր գործոնն է իրականում։ Ինչու համար, որովհետև ինչքան կենդանի էակը ինքը ավելի առաքինի է, այդքան ինքը բնությամբ ավելի զուսպ է։ Ինչ է նշանակում բարոյականություն։ Դա առաջի հերթին զգայարանները զուսպ եւ ղեկավարության տակ պահելու ուժն է, չէ, ներքին։ Հասկանում եք։ Եվ երբ որ իրանք տեսնում էին, որ այ անձնավորությունը ինքը չի կարողանում իր ղեկավարի, չէ, իրանք միանգամից ինչ էին հասկանում։ Իրանք միանգամից հասկանում էին, սա անձնավորություն է, որը հարաբերությունների մեջ, հասարակության մեջ անհանգստություններից բացի ուրիշ ոչ մի բան չի կարող անի։ Ինչու՞։ Որովհետև տգիտության գոյավիճակի մեջ ազնվորությունը ինքը բան է, կոնցենտրացված էգոիզմի վրա է հենված։ Այսինքն, ես եմ, իմ շահերը, իմ գոյությունը եւ վերջ։ Ուրիշ ոչինչ ինձ չի հետաքրքրում։ Կրքերի գոյավիճակի մեջ կենդանիակը ինքը արդեն մի թեթև ունի տարածված էգոիզմ։ Այդ ինչ որ մենք մի քանի անգամ արդեն քննարկել ենք, չէ՞։ Այդ տարածված էգոիզմի մեջ, հասկանում եք, կենդանիակը ինքը ունի։ Ես եմ, այն ազնվորություններն են, որի ես կապված եմ, այդ տարածված էգոիզմի մեջ կարող է լինել մարդ, որը ինքը մենակ ես եմ իմ ընտանիքի անդամները, ես եմ իմ ցեղը, ես եմ իմ քաղաքը, հա, եւ այսպես այն մաքսիմում տարածված էգոիզմը, որը կարող է լինել, ես եմ իմ հայրենիքը։ Սա արդեն, այսպես էլի, շատ լուրջ տարածված էգոիզմի մեջ հաստատված անձնավորություններն են։ Չէ, դրա համար հոգևոր մարդիկ, հոգևոր հեղինակությունները իրենք միշտ ասում են, որ եթե մարդը ինքը, կորոնական մարդը ինքը չի կարողանում դիմացինի հետ շփվել այնպես, որպեսզի դիմացինը ինքը հասկանա Աստծո գոյությունը, հասկանա թե ընդհանրապես հոգևոր դաշտը ինքը ինչի համար է նախատեսված, ապա եթե չի հաջողվում դա անել, պարտադիր մարդուն պետք է խրախուսել, որպեսզի ինքը լինի հայրենասեր։ Որովհետև արդեն ինչ է նշանակում, ես ընդունում եմ Աստծուն։ Ես ընդունում եմ Աստծուն, դա առաջի էգոիզմը զիջելու խնդիրը բանն է, չէ, աստիճանը։ Որովհետև ինչ է ասում Աստված։ Այ երբ որ արդեն եկավ այդ պահը, որ ասենք կենդանիակը ինքը ընդունեց, որ Աստված կա։ Ամենաառաջի գաղափարը, որ Աստված ասում է, դա ո՞րն է։ Որ դու պիտի հասկանաս, որ դու չես միայն իմ համար թանկ, բոլոր կենդանիակները իմ համար, բոլոր բնությունը, խոտերը, ծառերը, այն ամեն ինչը ինչ որ ապրում է, հա, այդ ամեն ինչը իմ մասնիկներն են եւ ինձ համար այսպես հավասարազոր կարևոր են։ Հասկանում եք, չէ, այդ գաղափարն է, չէ, առաջ գալիս։ Իսկ դա ինչ է նշանակում, որ մենք Աստծուն ենք հանձնում արդարությունը։ Իսկ ինքը ինչ է ասում։ Ինքը ասում է, արդարությունը ինքը կայանում է նրանում, նյութական աշխարհում, որ ով ինչքան ճիքեր է գործադրում, համապատասխան արդյունք է ստանում։ Հիմա այսպես ամենահետաքրքիր գաղափարը, մենք սա քննարկել ենք արդեն, եւ լավի եւ վատի մեջ, ով ինչ ճիքեր գործադրեց, համապատասխան արդյունքներ է ստանում։ Հա, ասենք, եթե օրինակ վատի մեջ, եթե ազնվորությունը ինքը քիչ արատավոր է եւ արատով է, արատի հիմքի վրա է ճիքեր գործադրում, որ կարողանա ինչ որ բաների հասնի, այսինքն խաբեություն, հա, կոպտություն, չգիտեմ, այդ բացական բաները, հա, հիմա բան չանեմ։ Հասկանում եք, չէ՞։ Այ եթե ինքը քիչ արատավոր է,
ինքը քիչ էլ ճիքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Քիչ ճիքեր է գործադրում, քիչ էլ հնարավորություններ ունի։ Եթե ինքը շատ արատավոր է, ինքը պատրաստ է, այսպես համամարտկային վնասներ տալ, հա, ինքը պատրաստ է լինել այնպիսի մեխանիզմների մաս, որտեղ ամբողջ մարդկությունը կարող է դուրժի, բայց ինքը իր բարեկեցությունը դրա հաշվին կապահովի։ Չէ՞, այսինքն այդտեղ էլ ինչքան որ անձնավորությունը ի վիճակի է ճիքեր գործադրի, համապատասխան դիրք է ստանում, քիչ ավիրողի, շատ ավիրողի։ Եվ նույնը դրականի մեջ, հա, քիչ արարողի եւ շատ արարողի։ Հասկանում եք, չէ՞։ Սա արդեն Աստծո արդարությունն է, այն սկզբունքն է, որը ինքը դրել է նյութական աշխարհում։ Հիմա սենտիմենտալ մարդիկ իրանք այստեղ ամիջապես այդ հարցեր են բարձրացնում։ Բայց այդտեղ արդարություն, որ շատ արատավոր է, ինքը կարող է մեծ արդյունքների հասնել։ Ու այդտեղ մենք պետք է պարտադիր հիշենք, նյութական աշխարհը ընդհանրապես ինչի համար է արարված։ Ինչ է ասվում։ Նյութական աշխարհը ինչի համար է արարված։ Ինքը հոգևոր աշխարհը չի, որ մենք նյութական աշխարհում սպասում ենք, մանենք գալիս արդարություն։ Ոչ, այդ դրա համար Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը չի ասում, բան, ով արդար է, ես նրան եմ անում, ասում է, ով ինչ ճիքեր կիրառեց։ Ուղղությունը ընդհանրապես կապ չունի։ Ինչու համար, որովհետև ինքը նյութական աշխարհը արարել է հենց այն կենդանի էակների համար, ովքեր որ բան են, ասեք, ովքեր որ ուզում են այդպես էգոիզմի հիմքի վրա ինչ դաժանություններ պատրաստ են այդ դաժանություններն էլ իրականացնեն։ Եվ հատկապես աստվածամերժության դարաշրջանը հենց մենակ դրա համար է ստեղծված։ Հասկանում եք, մենք այդ բաները եթե հասկանում ենք, միանգամից ներքին այդ բոլոր տատանումները արդարության, բարիության թեմաներով միանգամից նստում են։ Երբ որ դու քաջ գիտակցում ես, թե ինչի մեջ ես գտնվում, չէ՞։ Բայց մենք հիմա խոսում ենք կրոնականության դեգրադացիայի մասին, որովհետև շատ կարևոր խոսակցություն է այստեղ։ Չէ՞, այսինքն Բhagavatam-ը ինքը մտավ այդ տեքստով, Krishnastu Bhagavan Swayam, բայց Գերագույն Աստծո ազնվորությունը դա Տեր Շրի Կրիշնան է, երբ որ ամբողջ մնացած վեդայական, հենց արիացիների վեդայական գրականությունը ինքը խոսում է Վիշնուի մասին, այսինքն արարչի։ Հա, եւ այստեղ մենք շատ կարևոր թեմա է սա քննարկության։ Թե ասենք ինչի մասին է ընդհանրապես խոսքը, այնպես չի որ մենք սա չենք քննարկել, ինչ որ մի մասով արդեն քննարկել ենք, բայց ամեն անգամ, երբ որ այս տեքստերը գան, ինչ որ մի փոքր անցածը կրկնելու ենք եւ մի փոքր նոր հասկացողություն ձեռք բերենք, չէ՞։ Հիմա տեսեք, սիրելիներս, ուրեմն այ պիտի հասկանանք, որ այդ կրոնականությունների բազմազանությունը կարող էին ստեղծել միայն եւ միայն աթեիստները եւ նյութական խնդիրներ լուծելու համար։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, այդ ցանկացած պետության, ցանկացած ազգի, որտեղ մեր ժամանակներում այնպես է, որ ազգերը իրանք կան, որ այդպես ամբողջ աշխարհով մեկ տարածված են, չէ՞։ Բայց միևնույն է, կան ինչ-որ գործոններ, որոնք հավաքում են, այ որտեղ էլ ուզում է օրինակ հայերը լինեն, ինչ-որ բան կա, որի շուրջ իրանք հավաքված են, չէ՞։ Դրա համար ասենք ես միշտ ասել եմ, որ վերջի հարվածը, այ հայերին քաղաքականության դաշտում ահավոր են բաժանել իրարից, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, որ քաղաքականության դաշտում մենք իրար ուղակի կոպիտ ասած հայաբարի ասած ուղակի հոշոտում ենք, ուտում ենք, այնքան ենք ատում իրար քաղաքական հայացքների հետ կապված, չէ՞։ Հասկանում եք։ Եվ միակ գործոնը, որ ինքը համախմբում է հայերին ամբողջ աշխարհի, դա քրիստոնեությունն է։ Անկախ նրանից լավն է, վատն է, սխալ է, ճիշտ է, սա այստեղ հիմա կարևոր չի։ Եվ եթե մենք խնդիր ենք դնում, հա, ազգը պահպանելու, իսկ պահպանողական ամեն ինչը ինքը սկսվում է միահամուռ գաղափարից, թե որտեղ կա այն ուժը, որտեղ, այսինքն կոնկրետ է, եթե օրինակը շարունակենք, որտեղ հայերը միախմբված են։ Հասկանում եք։ Չէ՞։ Եվ դա պետք է վերցվել որպես ուժի հիմք,
որովհետև այդամ այն կետն է, որտեղ բոլորը միախմբված են։ Արդեն այստեղ ոչ մի մնացած, ոչ մի բանը կապ չունի։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա այ տեսեք, եւ երբ որ կա այդ, այսինքն կա ինչ-որ մի կրոնականություն, որտեղ, ասենք, ազգի ներկայացուցիչները իրանք հավաքված են դրա շուրջ։ Սովորաբար դա հենց կրոնականությունն է լինում, վերջի համախմբող կոմպոնենտը։ Քաղաքական գաղափարները չեն լինում։ Կակրաս քաղաքական գաղափարների վրա ազգերի ներկայացուցիչները իրանք շատ արագ իրարից օտարանում են, չէ՞։ Օրինակ, ասենք, չգիտեմ, չինացին գնում է հասնում է Միացյալ Նահանգներ եւ դառնում է ամերիկացի, վերջ։ Կամ ասենք, չգիտեմ, մուսուլմանը ինքը վերեկելուն գնում է հասնում է Եվրոպա եւ ինքը դառնում է եվրոպացի, քաղաքական տեսանկյունից, որպես քաղաքացի, չէ՞։ Բայց կրոնական տեսանկյունից բոլորը վերջնականում իրենց կրոնը պահպանում են։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն դա նշանակում է, որ հիմա ամեն մի ազգ իր մեջ ունի տղամարդիկ, որոնք իրենք շահագրգռված են այդ ամբողջ ազգի վրա իշխանություն ունենալու։ Հասկանում եք։ Եվ այդտեղ կրոնականությունը ինքը դառնում է շատ կարևոր գործոն մարդկանց ղեկավարելու։ Եվ այդտեղ է, որ ամեն մի ազգի ուժեղ տղամարդիկ շահագրգռված են, որպեսզի իրենց ազգի մեջ այդա լինի կրոնական աղանդ, այսինքն բոլորից բաժանված, ենթարկվող հենց այդ ազգի ուժեղներին։ Հասկանում եք, մենք պիտի պրագմատիկ պիտի մոտենանք, էլի, կրոնը ինքը էս բան չի, էլի, թիթեռնիկի տրամադրություններ չի։ Այստեղ շատ պրագմատիկ այնպիսի գործոններ են, ինչպես հարստությունն է, այնպիսի գործոններ են, ինչպես իշխանությունն է, այնպիսի գործոններ են, ինչպես քաղաքական կյանքի մեջ ներգրավվածությունը։ Մենք պիտի հասկանանք, չէ՞, որ այդպիսի ռեսուրսը աստվածամեժության դարաշրջանում ոնց կարող են աստվածամեժերը թողնել հոգևոր մարդկանց ձեռքը։ Իհարկե չեն կարող։ Եվ դա այդպես է, որ սովորական մարդիկ իրանք այսպես էլի անկեղծ շահագրգռված են հոգևորի մեջ, իսկ իրանց ղեկավարները միշտ ամեն տեղ, հասկանում եք, այդտեղ որտեղ իրանք առանձնացրել են, այսինքն ըստարյացիների այդ դա է հենց աղանդը, որ ընդհանուր հոգևոր դաշտը ինքը բաժանվել է մի քանի մասի։ Եվ դա աղանդներ են, որովհետև բաժանում են հոգևոր մարդկանց իրարից։ Եվ ոչ թե միայն բաժանում են, այլ եւ Աստծո եւ հոգևոր գաղափարը, որը իր հիմքում ունի այն մինիմումը, բարիությունը, մաքսիմումը, մաքուր սերը, իրար սպանում են։ Գազանություններ են անում իրար հանդեպ։ Այնպես, որ այդպիսի գազանություններ նույնիսկ աստվածամերժերը իրար հանդեպ կարող է չանեն։ Հասկանում, այնց իմին այդ հոգևորի կրոնի մեջ տարբերության հիմքի վրա։ Ակնհայտ է, չէ՞, որ այդպիսի իրականության մեջ է ապրում մարդկությունը արդեն 5000 տարի է։ Հասկանում եք, սիրելիներ, չէ՞, ուրեմն այս process-ները մենք պետք է հասկանանք, որ երբ որ հիմա Բhagavatam-ը ինքը գալիս է, եւ օրինակ ես հիմա նստած քննարկում եմ Bhagavatam-ը, պարզ է, չէ՞, որ ոչ մեկ թույլ չի տա, որպեսզի ճշմարտությունը ինքը հաստատվի։ Եվ դրա համար լիքը բաներ կան։ Եվ առաջինը հենց դա է, որ ասենք հիմա արիացիների գաղափարախոսությունը ինքը պահպանվել է Հնդկաստանում։ Եվ ամեն մի ազգ ասում է, ես ինչի պիտի հնդիկների աստված ընդունեմ։ Ուստի, ու այդտեղ խոսակցությունը վերջացավ, всё։ Ճշմարտությունը հնարավոր չի հաստատել։ Այդ միակ ձևը, որը մնում է, ես մի անգամ արդեն քննարկել եմ։ Միակ ձևը, որ մնում է, դա ուղղակի վերցնում ենք ամեն մի կրոնական շարժումի գաղափարախոսությունը եւ համեմատում ենք։ Սա որտեղից է սկսում, որտեղ է ավարտվում, այսինքն իր ամենապիկ գաղափարը որն է, հա? Սա որտեղից է սկսվում, որտեղ է ավարտվում։ Եվ եթե տեսեք, ես ասում եմ, եթե կա խիղճ, եթե կա ճշմարտության մեջ շահագրգռվածություն, ապա ճշմարտությունը հասկանալը, լավ, չէ, 5 րոպե որ ասեմ, սուտ կասեմ, հա, մի քանի ժամվա խնդիր է, մակրոանալիզով, մի քանի ժամվա, բայց այդպիսի կամք
աստվածամերժության դարաշրջանում չի կարող լինել։ Ուրեմն սա դառնում է ուղղակի անհատականության խնդիր, որ անհատականությունը ինքը կարողանում է այս ամբողջ շփոթի մեջ ճիշտը ընկալել, հասկանում եք, եւ այդ ճիշտը ընդունել եւ այդ ճշտով ինքը իր համար ընդհանրապես ոչ մեկի հետ գործ չունենալով ինքը իր համար իր կյանքը դասավորի։ Հասկանում եք, եւ իրականում իրականացնի նաեւ Հիսուսի պատգամը, որը ինքը ասում էր գլխաշորը գցի գլխիդ, գնա քո համար քո անկյունում Աստծո հետ զրուցիր։ Եթե ուզում ես Աստծո հետ հարաբերություններ կառուցես եւ այդտեղ ինչ-որ ընդհանրապես ինչ-որ մի առաջընթաց ունենաս, չէ՞, ուղղակի ինքը process-ը, вообще ընդհանրապես այդտեղ հոգեվոր process-ը ինքը չկա։ Որպես հոգեվոր process կա եկեղեցին եւ հայր մերը։ Վերջ։ Հասկանում եք, process նկարագրված չկա։ Ես նորից ու նորից եմ ասում, որ դա իմ այսպես համոզմունքն է, որը ոչ մեկ չի կարող մի միլիմետր այս կողմեկում տատանի։ Հասկանում եք, ոչ մեկ չգիտի, թե իրականում Հիսուսը սկզբից մինչև վերջ ինչ է քարոզել։ Եվ այդ իր քարոզածից մեզ ինչ է հասել։ Այդ հասածից էլ ինչն են մեզանից թաքցնում, իսկ ինչն են թույլ տալի, որ մենք իմանանք։ Հասկանում եք, այդ քայլերը, որ մենք sense պրոստը ասում ենք, անցնում ենք։ Կար 400 հատ ավետարան։ Ինչ որ մի քանի հոգի հավաքվեցին, որոշում կայացրեցին։ Տեսեք, հիմա եկեք առանց կրոնականության սենտիմենտալության խոսանք, էլի այդ ֆանատիզմի, չէ՞, պրոստը բանականություն միացնենք։ Իհարկե, բտեղ ինչ է կատարվել։ Հավաքվել են մի քանի հոգի, որոշել են, որ եթե քրիստոնեությունը ներմուծում են մարդկության կյանքի մեջ, այդ ամբողջ բազմազանությունից, որը մնացել էր, թե ով ինչ էր լսել Հիսուսից, ընտրում են այն, ինչ որ իրան ձեռք է տալիս։ Ու всё։ Ու всё։ Սա է, էությունը սա է։ Բայց մեկ էպես ինչ որ հերոսաբար բաներ եք ասում, այս ինձ եղավ բան, սուփ հոգին ընկավ այդ ջորսի վրա, իրանք դարձավ բան։ Կանոնիզիրованный գաղափարախոսություն։ Այն մնացածը տարան բաներ, պատվալներ, այնտեղ ինչա գրած, ինչի համար է գրած, բայց փաստը մեկ դե չեն կարող թաքցնել, ինչ որ ժամանակ կար, որ չէին կարող թաքցնեին, ստիպված էր կայլին դիմեցին։ Հիմա ընդհանրապես իրանց համար մեկ է, թե մարդկությունը ինչի մասին ինչ է մտածում։ Իրանք ամեն ինչ արել են, որ մարդկությունը ընդհանրապես ոչ մի բանի մասին չմտածի, ինչ որ իրանց տալիս են հարած պլավի նման ընդունի, ուտի, կուլտա, պրծնի եւ վերջ։ Այդպիսի գաղափար հիմա չկա, որ կհրամցներ մարդկությանը եւ մարդկությունը դա չի ընդունի։ Ու ասենք այն մեր իրականությունը ինքը հենց այդ իրականությունից է։ Այ հենց հիմա հայերի գիտակցությունը ինքը այսպես ոտքից գլուխ 140 աշճան նորից գրանցվում է։ Եվ այո, իհարկե կան մարդիկ, որոնք իրանք ստապ բանականություն ունեն, դեմ են դուրս գալիս, խոսում են, եսի միջել անում, բան, ես դրանցից չեմ 100%, ինչու համար։ Ես հասկանում եմ, թե դա ինչքան անիմաստ է։ Այդ բոլոր գործողությունները, չէ, իրանք այդ հանդիպակաց քամու կանգնած թքելն է, հասկանում եք, ուրիշ ոչ մի պրոցես է տեղի չի, պրագմատիկա պետք լինել, էլի, որ ասենք ինչը չի կարելի ձեռք տալ, որովհետև այդտեղ եթե ձեռք տաս, այդտեղ մի հատ այնպիսի հզորության ես դեմ գալիս դու մենակով, որ պիտի հասկանաս, որ այդպիսի քայլերը իրանք հաջողության երբեք եւ ոչ մեկի չեն բերում։ Եթե ինչ-որ մեկին հաջողության են բերում, դա միանգամից նշանակում է, որ ուժեղները հենց այդ ազնվորության այդ ինչ-որ ինքը կրում է, հենց դա են որոշել, որ պիտի անցնի։ Հասկանում եք, պրոստը տակ ոչ մեկ, ոչ մի տեղ, ոչ մի ճանապարհ չի ունենում։ Դա ընդհանրապես չի քննարկվում, էլի։ Հասկանում եք, չէ՞, սիրելիներս։ Հիմա տեսեք, այստեղ հիմա Ուտավան ինքը շատ հետաքրքիր բան ասեց։ Այսինքն ինքը որպես նվիրյալ, հիմա իմինը որպես Տեր Կրիշնայի նվիրյալ, ինքը խոսում է Կրիշնայի կյանքում տեղի ունեցած այնպիսի իրականությունների հետ, որոնք սովորական մարդու համար, չէ՞, այսպես էլի, չեն կարող ընկալվել որպես աստվածային։ Ինչի մասին է խոսքը։
Եթե երկու խոսքով ասենք, եթե շատ չխորանանք, որտեղ խորանալու տեքստերի իրանք շատ ավելի ուշ են գալու, եթե երկու խոսքով ասենք, ուրեմն ինքը այսպես է։ Ընդհանրապես ինչպես եղավ, որ Գերագույն Աստծո ազնվորությունը եկավ։ Տեսեք, պատմությունը ինքը այնպիսին է, որ մայր փումին, այսինքն մեր մոլորակի կիսաստվածուհին, ինքը կին է, գլխավոր կիսաստվածուհին մեր մոլորակի ինքը կին է, իր անունն է Բհումի։ Հա, ուրեմն մայր Բհումին ինքը գալիս է Տեր Բրահմայի մոտ։ Մայր բնությունը եկավ կենդանեակի բանականության մարմնավորման մոտ ու ասեց. Արատավորությունը այնքան է տարածվել իմ վրա, հա, այնպիսի արատավոր կենդանեակներ հիմա կան հզորություն ունեցող, այսինքն իրան ավիրող, կյանքը ավիրող, որ ինձ համար դժվարացել է իրանց իմ վրա կրելը։ Ես խնդրում եմ, որ դուք դիմեք Աստծուն, որ ինքը գա եւ թեթևացնի իմ բեռը։ Տեր Բրահման, նույնիսկ Տեր Շիվան, իրենք իմիջիալոց միշտ այդպիսի մի հատ սովորություն ունեն, որ երբ որ նյութական տիեզերքում ինչ-որ մի բան է այնպես չի գնում, չէ՞, իրանք անմիջապես ձևացնում են, որ իրանք մինը ձևացնում են, որ իրանք այդ խնդիրը չեն կարող լուծել, ինչի համար, որովհետև դա առիթ է դառնում, որ իրանք դիմեն Աստծուն, որ ինքը Գերագույն Աստծո ազնվորությունը խառնվի, ինչու համար, որ իրան հանդիպեն, որտեղ իրանք գնահատում են իր այդ հանդիպումները, հա, եւ ուրեմն այս անգամ էլ եւ Տեր Բրահման եւ Տեր Շիվան եւ կիսաստվածները իրենք դե Բրահման ասեց, «Վсё, լսի մենք չենք կարող էս հարցը լուծենք, եկեք գնացինք Վիշնուի մոտ»։ Այսինքն Արարչի, շատ կարևոր է այս հերթականությունը։ Իրանք եկան Արարչի մոտ։ Եվ Տեր Բրահման ինքը այդ պահին չէր կարողանում տեսնել իրեն, կարողանում էր միայն ասել եւ հետո լսել իր ձայնը։ Եվ իրանք մոտեցան այն վայրին, որտեղ որ պիտի բանանային, հիմա չխորանանք, հա։ Եվ Տեր Բրահման ինքը դիմեց Տեր Վիշնուին, որ այն Բհումին մայր հողը ինքը բողոքով է եկել, որ շատ ծանրաբեռնված է արատավոր, ու իրանք ասում են դեմոններով, հա, եւ օգնություն է խնդրում մեզանից, ինչպես կարող ենք, ասենք, իրեն խնդրում ենք քեզ, որպեսզի դու գաս եւ խառնվես այդ հարցերին։ Գերագույն Արարիչը ինքը ասում է բարի, ես կգամ, բայց այս անգամ կգամ այսպես շքեղ արտահայտությամբ, ուրեմն դուք կիսաստվածներդ բոլորդ մարմնավորվում եք մայր մոլորակի վրա, հա, եւ ես էլ իմ շրջապատով կգամ։ Այդտեղ իր ամեն մեկը իր դերը կունենա եւ մենք կանենք այն ինչ որ Բհումին խնդրել է։ Հիմա եւ հետո արդեն նկարագրվում է, թե կոնկրետ այդ ընթացքը ինքը ինչպես տեղի ունեցավ։ Տեր Վիշնուն, հա, ինքը մարմնավորվում է, չէ, եկեք Տեր Վիշնու չասեմ, Աստված ինքը մարմնավորվում է, մենք այդտեղ դա մի անգամ քննացել ենք, Վասուդևայի մտքի մեջ, այսինքն կային երկու անձնավորություններ, Վասուդևան եւ Դևակին։ Եվ Վասուդևան ինքը ամուսնացավ Դևակիի հետ։ Ինքը ամուսնացավ Դևակիի հետ եւ հենց ամուսնության օրը, երբ որ իրենք արդեն Դևակիի ապրելավայրից Վասուդևան կարգով արդեն չքախմբով իր կնոջը տանում էր դեպի իր պալատ, Դևակիի քեռին երկնքից ձայն լսեց։ Այդ երկնքի ձայնը իրան ասեց, կոպիտ ասած, հիմարի մեկը, ես ինչ ուրախություն ես այստեղ սարքել, այս կնոջ 8-րդ երեխան քեզ սպանելու է։ Ով էր Կամսան, այսինքն ով էր Դևակիի քեռին։ Դևակիի քեռին, որի անունն էր Կամսան, ինքը նյութական գիտակցության մարմնավորումն է, որը զավթել էր
հոգևոր գիտելիքի դաշտը։ Տեսեք, սա շատ, պրոստը հիմա չեմ կարող էլի շատ մանրանամ, այսպես գլխավոր բաներն ասենք, անցնենք, հետո հետագայում մանրամաս ամեն մի տառը ստորակետը քննարկելու ենք, չէ՞։ Եվ հիմա տեսեք սիրելիներս, չէ՞, ուրեմն այ կա մաթուրան, այսինքն կար մի տարածք կայսրության մեջ, որը Մաքսիմիլիան Թակուրը ինքը ասում է, դա տրանսցենդենտալ գիտելիքի տարածքն է, այսինքն մաքուր հոգևոր, առանց ոչ մի նյութական խնդիրների տարածքն է։ Հիմա այդ գիտելիքը զավթել էր նյութական գիտակցությունը եւ օգտագործում էր այդ գիտելիքը իր պրոստը նյութական էգոիզմը բավարարելու համար։ Հիմա դրա համար այդ վերևի ձայնը ինքը ասեց, այ դու որ զավթել ես տրանսցենդենտալ գիտելիք, այդ ոչ նոր քննարկում էինք, աստվածաբեժերը եկան եւ առաջի բանը որ արեցին, իշխանություն վերցրեցին հոգեվոր գիտելիքի վրա, ինչ արեցին հոգեվոր գիտելիքից։ Հոգեվոր գիտելիքի մեջից հանեցին Աստծուն։ Չկա Աստված, ոչ մեկ չի կարող հաստատի, թե այդ Աստվածը ով է։ Հանվեց երկու գաղափար, հանվեց հոգին եւ հանվեց Աստված։ Բոլոր գրվածքները նայեք, իրանք այսպես չի, որ ես ինչ-որ Ամերիկայում հայտնաբերում, ամեն մի խելացի մարդ ինքը կարող է վերցնի, կարդա եւ փնտրի, թե իրականում ասենք այդ գաղափարը այդտեղ կա, չկա, կամ եթե կա, ինչ տեսքով կա։ Հասկանում եք, չէ՞, ուրեմն այս սրա մասին է խոսքը։ Հիմա այ Վասուդևան հայտարարված է որպես հոգևոր ուսուցչի մարմնավորում, իսկ Դևակին որպես աշակերտի, այսինքն այն կենդանեակի, որը ինքը ուզում է հոգևոր ուսուցչի հետ միասին իրական հոգևոր զարգացում ունենա։ Ինչ արեց Վասուդևան։ Վասուդևան եկավ այդ Դևակին, այսինքն անկեղծ աշակերտին դուրս բերեց, դուրս էր բերում այդ տարածքից, որտեղ հոգևոր գիտելիքը գտնվում էր նյութապաշտի ձեռքը։ Հենց որ Կամսան ինքը դա լսեց, ինքը անմիջապես վազելով գնաց, բռնեց իր պլեմյանիցայի բաների, հայրը ոնց է պլեմյանիցա, դե в общем, պարզային չեմ ասում, այդ երեխայի ուրեմն մազերից բռնեց, թուրը հանեց, որ գլուխը կտրի։ Եվ Վասուդևան այդտեղ առաջ ընկավ, ասեց, բան, հիմա ինչի ես ուզում ինքդ քեզ խայտարակես, հա, այսինքն ինքը այսպես էլի միանգամից դիմեց Կամսայի փառասիրությանը, ինչը որ նյութապաշտերի համար շատ կարևոր է, չէ՞, ասես դու ինչի ես ուզում հիմա քո անունը խայտարակես, արիական քաղաքակրթության մեջ կնոջ վրա ձեռք բարձրացնելը դա տղամարդու համար այդ ամենացածր չանդալը նույնիսկ իրան այդպիսի բան թույլ չի տալիս, դու արքա ես, դու ոնց կարող ես քեզ թույլ տաս գլխատես կնոջը, հա, այդ խայտարակությունը դու քո վրայից էլ չես կարողանալու լվանաս, քո անունը մնալու է որպես այդ անձնավորությունը, որը ինքը կնոջ հետ այդպես վարվեց։ Եվ Կամսան իրեն սթափացնում է, որ հա իրոք ասենք, ու Վասուդևան դերան ինչ է ասում, Վասուդևան դերան ասում է, չէ՞ որ ասում է, էս կինը չի, որ քեզ պիտի սպանի, դու ինչ ես լսել, որ 8-րդ երեխան պիտի սպանի, այդ երեխային ես եմ չէ իրան տալու, ես քեզ խոսք եմ տալիս, որ 8-րդ երեխային ես կբերեմ ու կհանձնեմ քեզ, ինչ ուզում ես արա, չէ՞, Հիմա տեսեք, ես դաժե հիմա չեմ ուզում խորանամ այդտեղ, որտեղ այդտեղ մի հատ շատ կարևոր հարց կա, չէ՞, որ մենք միանգամից զարմանում ենք։ Այսինքն ոնց հոգևոր մարդը ինքը համաձայնություն տվեց, որ իր երեխային տա, որ այդ երեխային սպանեն, սա ինչ հոգևոր մարդ է։ Այս սրանով է, որ արիացիների գաղափարները ահա որ տարբերվում են այն սենտիմենտալության դաշտից, որը հիմա ձևավորված է հոգևորի շուրջ։ Հիմա այն տեքստերը չեն էլի, որ ես լրիվ խորանամ այդ թեմայի մեջ։ Ուղղակի այսպես պատմում եմ արտակինը։ Ուրեմն Կամսան ասեց, հա, լավ, всё, գնացեք։ Եթե ինքը դու հոգևոր մարդ ես, ես գիտեմ, որ դու կյանքում ոչ մի սուտ չես ասի, եթե ասում ես, որ կտաս ինձ, ուրեմն կտաս ինձ։ Հիմա իմաստի տեսանկյունից ենք նայում այս ամեն ինչին։ Հոգևոր ուսուցիչը եւ աշակերտը միանում են իրար։ Իրանք միանում են իրար դրա համար,
որպեսզի այդ կենդանի էակը, որը աշակերտ է, սկսի զարգացնել հոգևոր գիտակցություն, որտեղ միայն հոգևոր գիտակցության հաշվին է, որ կարելի է հայտնվել հոգևոր աշխարհում։ Հա, հիմա այս կամ այն կերպ նյութական գիտակցությունը ինքը ինֆորմացիա է ստանում, որ երբ որ հոգին միացավ հոգևոր ուսուցչի հետ, դա իր վերջն է, որովհետև այնտեղ ծնվելու է հոգևոր գիտակցությունը, աստվածային գիտակցությունը, չէ՞։ Իսկ աստվածային գիտակցությունը դա էգոիզմի ամենամեծ թշնամին է, որովհետև աստվածային գիտակցությունը ինքը հենված է բարիության վրա, իսկ էգոիզմը ինքը բարիություն չի ենթադրում, կամ ենթադրում է մենակ սեփական անձի եւ նրանց հանդեպ ում ես կապված եմ, եւ վերջ, այն մնացածի հետ ինչպիսի դաժանություններ ասես պատրաստ եմ անեմ, եթե դա պետք է ասենք իմ ցանկությունները իրականացնելու համար, սա է չէ տրամադրությունը, հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, հոգևոր ուսուցիչը ինքը նյութական գիտակցությանը այդպես բան արեց, էլի, որ քեզ ինչ է պետք, որ իմ ու հոգու միջև տեղի չունենա հոգևոր գիտակցության ծնունդը, ես քեզ խոսք եմ տալի, որ դա ես քեզ կտամ։ Չէ՞, ու թվում է, որ այստեղ հիմա հոգևոր ուսուցիչը մի քայլ արեց, որի հետևանքով ինքը զոհեց ամբողջ ամենագլխավոր իմաստը հոգևոր ուսուցչի եւ աշակերտի մեջ հարաբերությունների, չէ՞, հոգևոր գիտակցության զարթոնքը։ Բայց հետագայում, թե ասեն ինչ է լինում, ինչպես է լինում, էլի, ուրեմն ասեց այդպես, Կամսան ասեց լավ, գնացեք։ Իրանք գնացին։ Նարադա Մունին, որը արդեն մենք իրան ճանաչում ենք, ինքը Բաքսի յոգայի մարմնավորումն է, եթե հիշում եք, այսինքն ինքը հենց կենդանի էակի եւ գերագույն աստծո ազնվորության միջև մաքուր սիրո process-ի մարմնավորումն է։ Այ հենց ինքը եկավ Կամսայի մոտ, ասես լսի դու հո հիմար չես։ Այդ դու ինչի համար Վասուդևային ու Դևակիին բաց թողեցիր։ Այդ ձայնը քեզի ասել էր 8-րդ երեխան, բայց ով է ասել, կարող է պատահի այդ 8-րդ երեխան ծնվի ոչ թե 8-րդը, այլ հենց առաջինը։ Հիմա տեսեք, ես էլի չեմ բացատրելու, բայց շեշտելու եմ։ Տեսեք ինչ շոկային գաղափար է։ Սիրո մարմնավորումը եկավ նյութական գիտակցության մոտ եւ հրահրեց իրան, որ ինքը դառնա մարդասպան։ Ես սա թվում է ինչ-որ մի հատ վայրենի բան, չէ՞, այսինքն ո՞ւս կարող է սերը այդպիսի բան ասեր, չէ՞ որ ինքը հասկանում էր, չէ՞ որ երբ որ ինքը գնաց էդի ասեց, всё, Կամսան բոլոր երեխաներին, ինչքան որ Վասուդևան այդ 7 երեխաներին մորթելու է, չէ՞ արդեն, всё։ Որտեւ ինքը եկավ ասեց, այդքով քեզով ասեց, որ 8-րդն է։ Հա, ինչ արեց Նարադան դրանով։ Այ տրանսցենդենտալ այդ է էլի, որ իրանք բարձանում են տրանսցենդենտալ մակարդակ, այսինքն նյութական բարիությունից վեր, հոգու շահերից։ Ինչ արեց Նարադան, ինքը ինչու գնաց ընդհանրապես Կամսային այդպիսի բան ասեց։ Իսկ պատճառը ինքը շատ բաց էր։ Եվ այդ պատճառը բացարձակ տրանսցենդենտալ էր, այսինքն ոչ մի կապ չուներ նյութական մարմինների հանդեպ բարիության հետ։ Այդ ինչ որ բոլոր կրոնականությունները այդտեղ կանգնում են եւ դա են համարում ամենաբարձրագույն իրականացումը։ Այսինքն ինչ արեց Նարադան։ Ինքը եկավ եւ հրահրեց Կամսային, որպեսզի Կամսան ինքը այդ երեխաներին, ասկան ինչքան որ իրանք երեխա ունենան, Կամսան արագ-արագ սպանի։ Ինչու համար, որովհետեւ եթե չսպանի, այն մեկը պիտի մի քիչ մեծանա, որ հաջորդը ծնվի, այն մյուսը պիտի մի քիչ մեծանա, որ հաջորդը ծնվի, ինչ ժամանակներ է պետք։ Հասկացաք, Նարադան ինքը դրանով կարճացրեց այն ժամանակը, որ գերագույն աստծո ազնվորությունը ինչքան հնարավոր է արագ գա։ Տեսեք, սա սովորական հոգևորականների համար բացարձակ անընկալելի գաղափար է, որտեղ մենք սովոր ենք մտածել, որ գերագույն աստծո ազնվորության համար, երբ որ ինքը բարիություն է կամ սեր է արտահայտում, հա,
Խոսքը գնում է մեր նյութական գոյության հանդեպ նրա ողորմածության մասին։ Արիացիները ասում են, էդի դրա վրա вообще ուշադրություն պետք չի դարձնել, որտեղ նյութական գոյությունը հավերժ հոգու համար բացարձակաբելնոր բան է։ Արժեք չունեցող բան է, որտեղ դա իլյուզիա է։ Կենդանիակը ոչ մի կապ չունի, մենք Բhagavad Gita-ով երկրորդ գլխում նայել ենք, չէ՞ դա։ Կենդանիակը ոչ մի կապ չունի իր նյութական մարմնի հետ։ Սա ուղղակի բան։ Այն որ պարանով խաղացնում են, ոնց է հայերեն։ Ну, в общем, հասկացաք։ Ինքը ուղղակի նույնացնում է իրան, հեսա մտնելու ենք այդ փիլիսոփայության մեջ, չէ՞։ Այսինքն որ բացարձակ արժեք չունեցող է իրանց համար։ Ո՞րն էր արժեքավորը, որ այդ հոգևոր գիտակցությունը, որը պիտի ծնվի շատ արագ, գա շատ արագ, տեղի ունենա շատ արագ։ Հիմա տեսեք, Նարադան ինքը եկավ հրահրեց, որպեսի բանը, որ ինքը Կամսանիկը կատաղի եւ Կամսանիկը կատաղեց եւ եկավ ինչ արեց, Վասուդևային եւ Դևակիին վերցրեց ու մցրեց բանտ։ Հոգևոր ուսուցչին եւ հոգուն մցրեց բանտ։ Եվ այդ այդպես էլ տեղի ունեցավ։ Հա? Վասուդևան եւ Դևակին երեխան ունենում էին, Կամսան սպանում էր, երեխան ունենում էին, Կամսան սպանում էր։ Ճիշտ ասած, երբ որ ես առաջի անգամ այս պատմությունը կարդացի, ես ասացի, Աստված ջան, ես ինչ տրանսել է տալիս, ինչ հավեն սրանք, ինչ են вообще, ինչ ձևի պահվածք ունեն, այսինքն ի՞նչ է նշանակում։ Դու մի հատ երեխա ունեցար, քո աչքի առաջ, քո երեխային ոտքերից բռնեցին, գլուխը խփեցին, պատին սպանեցին, դու անմիջապես երկրորդն ունեցար։ Չէ՞, օրինակ, եթե այսպես լուրջ մարդկային տեսանկյունից մտածենք, եթե այդ հոգևոր ուսուցչի մարմնավորումն է, եթե այդ հոգևոր ուսուցչի մարմնավորումը ինքը չի կարողանում իր զգայարանները ղեկավարի, որ առավոտից երեկո ապա պիտի սեքսով զբաղվի, որ երեխա ունենա, որ իր աչքի առաջ նորից տան սպանեն, այստեղ իմաստությունը ինչու՞ն է ընդհանրապես։ Եթե Բաքսիվինոդը չլիներ, ոչ մեկ չէր կարող հասկանալ դրա իմաստը։ Հասկանում եք, տեսեք, այ ոնց որ Նարադան ինքը գնաց եւ հրահրեց Կամսային, որ հենց առաջի երեխայից բոլորին սկսի սպանել, որպեսզի ինչքան հնարավոր է գերագույն աստվածահորությունը արագ գա։ Այն նույնպես էլ Վասուդևան եւ Դևակին իրանք շտապում էին երեխաներ ունենալ, իրանց համար կապ չուներ ում են սպասակ ասեմ, էլի, որտեղ այդ երեխաներն են, իրանք պատահական երեխաներ չէին։ Հա, իրանք շտապում էին այդ երեխաներին ունենային, որ այդ 8-րդ երեխան ծնվի, որովհետեւ իրանք հասկանում էին, որ եթե, ասենք, իրանք երկուսն էլ այդ նույն բանը իմացան, չէ՞։ Կամսան իմացավ, որ 8-րդ երեխան իրանց սպանելու է, եւ ինքը գնաց դեմ, ճակատագրի դեմ, որ կպայքարեմ, կանեմ այնպես, որ այս ծնված մոմենտին կսպանեմ, որ ինձ չկարողանա մեծանա, որ մեկ էլ հիմա սպանի, չէ՞։ Իսկ Վասուդևան ու Դևակին, այսինքն հոգևոր ուսուցիչը եւ աշակերտը, հոգին, հա, իրանք ուրիշ տրամադրության մեջ մտան, որ Կամսային նյութական գիտակցությանը կարող է սպանել միայն Աստված, եւ դա նշանակում է, որ մեր 8-րդ երեխան դա լինելու է աստվածային գիտակցությունը, ու իրանք արագ շտապում էին այդ 7 երեխաներից պրծնեն, իրանք էլ իրանց հերթին էին արագացնում process-ը, որտեղ իրանք էլ վստահ էին, որ Կամսան չի կարողանալու այդ 8-րդ երեխային սպանի։ Հասկացաք, իսկ պատմությունը ինքը հետագայում, երբ որ բացատրվում է, դրանից առաջ կյանքերում, չէ, այդ 6 երեխաները, որին ինքը սպանեց, այդ 6-ը, որտեղ 7-ը Տեր Բալարամաներ իրան չի սպանել, 6 երեխաները, որը ինքը սպանեց, անցյալ կյանքում եղել են իր թոռները։ Եվ հենց ինքը իրանց անիծել է, որ մյուս կյանքում դուք ձեր հոր ձեռքով սպանվեք։ Հասկացաք, չէ՞։ Հա? Եվ կներեք, թոռնիկը չէ, իր տղաներն էին։ Հենց ինքն էլ դարձել էր Կամսան, նրանք էլ այդ երեխաներն էին, որ պիտի սպանվեին։ Այսինքն Վասուդևան ինքը դա էր հասկանում, որ եթե արագացվեց process-ը, դա նշանակում է, որ այս երեխաների ճակատագրի հետ ինչ-որ բան են չի, էլի, այսինքն սրանք հոգիներ են, որ այնց հələ
Հələ չբեղնավորված արդեն խոսակցությունը գնում է նրա մասին, որ իրանց հնարավորություն չեն տալու ապրեն։ Ուրեմն իրանց ճակատագիրը դա է։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ Բակտիվոն Թակուրը ինքը բացատրում է, որ այդ 6 երեխաները իրանք նյութական գիտակցության կամ սայի, հա, տրփանքի հիմքի վրա որակներն են։ Այդ տրփանք, ագահություն, բան, ասեք ջղայնություն, հա, չգիտեմ, բան, ну, в общем, այդ արատներն են 6-ը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դրա համար Վասուդևան իրանք Վասուդևան ու Դևակին իրանք հանգիստ այդ բաները տալիս էին իրան, ասում են, ինքդ քեզ ոչնչացրու, լավ ես անում։ Առեսել, միևնույնն է 8-րդ երեխային դու չես կարողանալու ձեռք տաս։ Հիմա տեսեք, եւ Ութավան ինքը սա է ասում, որ երբ որ ես հիշում եմ, որ Գիրագույն Աստծո անձնավորությունը, այսինքն ամենահզորը ընդհանրապես, հա, ծնվել է, հայտնվել է բանտում, εμնուստել գոհում, հա, այ որ ինքը հայտնվել է բանտում, ասում է, այ ես երբ որ էդի հիշում եմ, իմ սիրտը մխկտում է, հա, ինչի, այսինքն ինչի մասին է հիմա խոսում մաքուր նվիրյալը, այդ ինչից է իր սիրտը մխկտում, այ ինքը դրանից է մխկտում, որ ինքը հոգևոր աշխարհի ներկայացուցիչ է եւ այնտեղ աստվածային գիտակցությունը իսկ նախասկզբնական Գերագույն Աստծո ազնվորությունը մենք դա խոսել ենք, չէ՞, ինքը համընդհանուր երանության սկզբունքն է։ Համընդհանուր, առանց ոչ մի տարբերություններ դնելու։ Հոգևոր աշխարհում այն փոշուց բռնած, մինչև ամենաբարձրագույն կենդանի էակը, այսպես բոլորը երանության մեջ լող են տալիս։ Այնտեղ մի հատ կենդանի, հենց որ այդ էգոիզմի հարցն է բարձրանում, Գերագույն Աստծո ազնվորությունը դրանց միանգամից անջատում է միացնում նյութական աշխարհին։ Գնացեք այդ ձեր էգոիզմը այնտեղ իրականացրեք, տեսեք ինչ է ստացվում դրանից։ Եթե դուրներդ կգա, թող դուրներդ գա։ Ինչ ուզում եք արեք։ Հասկանում եք սիրելիներս, չէ՞։ Ուրեմն հիմա Ութավանիկը դրա համար է մեղկտում, թե ինչ են անում համընդհանուր վայելքի գաղափարի հետ հոգևոր աշխարհում, որտեղ ինքը բանն է, Աստվածն է, ամենագլխավոր գաղափարն է, այսպես բանի գահի վրա նստած, չէ՞, որ բոլոր կենդանիակներ իրանք այդ տրամադրության մեջ են, որ այն փոշուց սկսած մինչև ցանկացած կենդանիակ իրավունք ունի ապրելու, իրավունք ունի այդ իր գոյության մեջ լինելու երանելի, հա, ու թե ինչ են անում այդ գաղափարի հետ նյութական աշխարհում։ Գնա մտի բանտը այդտեղից հանկարծ դուրս չգաս։ Հա, այսինքն այսա հենց աստվածամերժության հոգեբանությունն է ցույց տալիս։ Հասկանում եք, որ իրական հոգևոր ուսուցչի եւ անկեղծ աշակերտի միացությունը իրանք անմիջապես տանում են բանտի մեջ։ Բայց միևնույնն է, էությունը չի հաջողվում ոչնչացնել։ Հասկանում եք, չի հաջողվում։ Ինքը կարող է այսպես լոկալ այս դեպքում հնարավորություն լինի այդ կոնկրետ հոգևոր ուսուցչին վնաս տալ, չգիտեմ ինչ անել, բայց մեկ է, իրատեղ անմիջապես գալիս է մյուսը, ինքը ճշմարտության ջահը միշտ վառ է մնում, միշտ ուզում է աստվածամերժության դարաշրջանը լինի, ինչ ուզում է լինի, հատկապես երբ որ ողորմածություն կա հայտարարված, հա, այն բանն է, էլի, որ ասենք աստվածամերժերը պիտի հասկանան, էլի, որ այդ process-ով ոչ մի բանը հնարավոր չի լինում ոչնչացնել, որովհետև իրանք ասես, մեկը մյուսի հետևից ծնվելով գալիս են, երբեք այդ ջահը գետին չի գնում, հենց որ հենց օդի մեջ մեկը բաց թողեց, այն մյուսը ամիջապես գալի բռնում է, տանում է առաջ։ Հատկապես երբ որ Աստծո կամքը կա, որ ողորմածության դարաշրջան պիտի լինի։ Ինչքան դիմադրեն, այդքան ավելի ուղղակի վատ սցենար են ստանում։ Ես միշտ օրինակը բերում եմ, թե ինչպես է հաստատվել այս աշխարհում մուսուլմանությունն ու քրիստոնեությունը, սկզբում քրիստոնեությունը, հետո մուսուլմանությունը։ Թրով, ջարդով, փշրվելով մի ամբողջ քաղաքակրթություն, մի ամբողջ մշակույթ, այսպես հողին հավասարացնելու հաշվին, չէ՞։
ով է կարողացել այն միջև հիմա իր հեթանոսությունը տանի։ Չէ, ինչ որ մի հատ ձեռք է եղել, չէ, որ այսպես պրոստը քարին չի տողել ամբողջ աշխարհով մեկ։ Չէ, հասկանում եք։ Այդ ժամանակի դեմ էլի, նույն բանն է, ինչ որ քամու դեմ թքել է, հասկանում եք, չէ։ Եվ տեսեք, ասենք, հիմա Այութավան ինքը այդ դրանից է մեղկտում, թե որտեղ է հայտնվում այդ համընդհանուր երանության գաղափարը էգոիստների գիտակցության մեջ եւ ինչի է նա արժանանում, չէ՞ որ էգոիստը ինքը ամիջապես մտածում է ինչ համընդհանուր վայելքը, վայելելու իրավունք ունեմ մենակ ես, ծայրահեղ դեպքում նրանք ում ես կապված եմ։ Ես ու իմ ընտանիքը, պատկերավոր այսպես ասենք, հա։ Հասկանում եք, ուրիշ մնացածը սաղ պիտի լինենք ճորտ, ուրիշ ոչ մի բան, այսինքն մեր ցանկություններին, մեր բաներին ենթարկվող։ Հասկանում եք, սերիներս, չէ՞։ Եվ ուրեմն այ Ութավան հիմա դրա մասին է խոսում, որ երբ որ ես հիշում եմ այդա, չէ՞, ասենք թե ինչքան նսեմացված վիճակում է գտնվում այդ գաղափարը նյութական աշխարհում, ես մղկտում եմ։ Էլ չեմ ասում նրա մասին, որ այս կոնկրետ անձնավորությունը, որ ինքը, ասենք, ինքը գերագույն Աստծո անձնավորությունը, որ ես գիտակցում եմ ինքը ով է, այս նյութական աշխարհում հայտնվել է բանտում, եւ Կամսան կարողացել է դա անել, որ նրա հորն ու մորը բանտարկել է, չէ՞։ Հիմա հաջորդը, երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բանտում արդեն ծնվում է, չէ՞, արդեն ի հայտ է գալիս, հայտնվում է։ Ինքը հայտնվում է իր հզորությամբ, այլ որ մենք խոսել ենք դրա մասին, որ բեռնավորումը ինքը սովորական բեռնավորում չի, ինքը այսպես է նկարագրվում, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մտավ Վասուդևայի միտքը, այսինքն հոգևոր ուսուցիչը միշտ հիշում է գերագույն Աստծո անձնավորությունը եւ ցանկություններով կենտրոնացած է գերագույն Աստծո անձնավորության վրա, հա։ Այդ իր մտքից ինքը դուրս եկավ եւ մտավ Դևակիի միտքը, այսինքն հոգևոր ուսուցիչը տեղափոխում է գիտելիքը աշակերտին, կենթանեակին եւ կենթանեակը ինքը իզորու է դառնում հիշել հոգևոր գիտելիքը եւ կամաց ուրեմն ցանկություններ ունենալ այ հոգևոր դաշտում դեպի հոգևոր իրականացումը, հասկանում եք։ Եվ դրանից հետո ինքը իջավ Դևակիի սիրտը, դարձավ արժեքային համընդհանուր երանությունը, դարձավ արժեքային համակարգ, հա, եւ զգացմունքների հիմք։ Եվ միայն դրանից հետո ինքը մտավ Դևակիի արքանդը։ Հա, այսինքն կենթանեակը իր մեջ սկսեց ձևավորել այդ համընդհանուր վայելքի գաղափարը վերականգնել լիարժեք, չէ՞։ Եվ ինքը չի ծնվում այնպես ինչպես սովորական, ինքը ուղղակի Դևակի արքանդի մեջից դուրս է գալիս, այսպես պրյամա, ոչ թե սովորական ճանապարհով, այլ հենց այս պրյամա կաշվի մեջից դուրս է գալիս։ Եվ կանգնում է Դևակի ու Վասուդևայի առաջ, որպես հզորություն, այսինքն Նարայանան, այսպես էլի ոսկիներով, տապած, բան, ծաղկեշտայով, բան, գեղեցիկ 4 ձեռքերով, որտեղ եւ կրոնականության բանը կա եւ ասենք պատժելու ուժը կա, չէ, այդ ձևով դուրս է գալիս, կանգնում է Դևակի եւ Վասուդևայի առաջ։ Եվ դա հենց դա է նշանակում, որ նախասկզբնական տրանսցենդենտալ գիտելիքի հիմքի վրա կարող է ծնվել միայն Աստծո հզորության գիտակցումը, հասկացաք։ Հիմա եւ ուրեմն Տեշի Քրիշնան ինքը բան է անում, ասում է, դե հիմա Դևակին ինքը իրանք հասկանում են թե ով է ծնվել, հիմա չմանրանամ էլ, դա հետագայում շատ մանրամասն ենք նայելու, ընդհանուր ասեմ, որ հասկացվի Ութավայի այս հուզումները, որ ինչ որ հիմա ինքը փոխանցում է, չէ, որտեղ հիմա ինքը ինչ ասեց, ինքը Աստծո համար ինչ որ շատ տարօրինակ բաներ ասեց, չէ, ես մղկտում եմ, որ տեսնում եմ, որ Աստված հայտնվել է բանտում։ Հետո վախից, Կամսայի վախից թողեց գնաց ուրիշ տեղ, ձևացավ, որ ինքը թաքնվեց, չէ՞։ Իսկ այս ամեն ինչը պիտի հասկացվի, չէ՞, ինչի մասն է խոսքը, որտեղ այդպես է, եթե մենք այդպես նայենք, առաջինը հենց ես ամենասկզբում, ես ասում եմ, ես չհասկացա, եթե Աստված սա է,
ուրեմն վայ մեզի հասկացանք, չէ՞։ Որտեղ մենք միշտ հենց դա էլ մտածում ենք, չէ՞, որ Գերագույն Աստծո ազնվությունը քան հզոր է, որ լրիվ ուրիշ կերպ։ Իսկ այստեղ ցույց է տալիս, թե իրականում այդ աստվածային գիտակցությունը կենթանի էակի մեջ ինչպես է բուն դնում եւ ինչպես է ընդհանրապես այդ ամեն ինչը զարգանում։ Եվ տեսեք հիմա, Վասուդևան ու Դևակին տրանսցենդենտալ գիտելիքի հիմք ունեն։ Եվ երբ որ Գերագույն Աստծո ազնվությունը ինքը հայտնվեց, ինքը իրենց ասեց. դուք ինձ այսպիսինը կարող եք միայն տեսնել, որպես հզորություն։ Բայց վերջնականում ես երանությունն եմ։ Եվ նշանակում է, որ իմ հետ կարելի է շատ մտերմիկ հարաբերություններ ունենալ, բայց դուք, այսինքն տրանսցենդենտալ գիտելիքը, որտեղ քննարկվում է նյութական աշխարհի հոգեբանությունը եւ ազատագրումը, չէ՞։ Այդ գիտելիքը ինքը հնարավորություն չի տալիս ինձ այդ հարաբերություններ կառուցելու։ Դրա համար հիմա, ես կփոքրանամ, կդառնամ փոքրիկ երեխա, իսկ դու Վասուդևա ինձ կվերցնես ու կտանես Վրինդավան։ Վրինդավանում ապրում էր Վասուդևայի ընկերը Նանդան, որը ինքը սիրո մարմնավորումն է։ Իր կինը, ուրեմն Յաշոդան, ինքը հոգևոր ուրախության մարմնավորումն է։ Հա, տեսեք, այսինքն ինչ է ասում, որ տրանսցենդենտալ գիտելիքի հաշվին հոգևոր ուսուցչի հետ համագործակցության մեջ ծնվում է համընդհանուր վայելքի սկիզբը, այսինքն, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ամենահզորն է եւ ինքն է արդարություն իրականացնողը, բայց այդ տրանսցենդենտալ գիտելիքը ինքը իրական վերջնական աստվածային գիտակցություն չի կարող զարգացնել։ Եվ դրա համար, որպեսզի հոգևոր գիտակցությունը ինքը սկսի ուժեղանալ, այսինքն մեծանալ, դրա ինքը ասեց ես հիմա կփոքրիկանամ, հա, այսինքն այդ հզորությունը հասկացանք։ Հիմա ես կդառնամ փոքրիկ, անզոր, ու դու ինձ կտանես սիրո եւ ուրախության գիրկը։ Այստեղ արիացիները կամ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ցույց է տալիս, թե հոգևոր կյանքը ինքը էտապներով ինչ էտապ պիտի ունենա, չէ՞։ Եվ այստեղ սա ահավոր կարևոր կետ է, որ այն աստվածային գիտակցությունը, որը ինքը պիտի վերջնականում վերականգնի կենթանեակի հոգևոր աշխարհում իր դիրքը, չէ՞, այսինքն վերջնական իրականացում պիտի ունենա հոգին, որպեսզի վերադառնա հոգևոր աշխարհ, չէ՞, ինքը սկսվում է այդ դրա սիրո եւ ուրախության մթնոլորտում։ Այսինքն Աստծուն պիտի սիրես եւ իր հետ հարաբերությունները քեզ պիտի պատճառեն ուրախություն, որպեսզի այդ համընդհանուր վայելքի գիտակցությունը ինքը քանի գնա մեծանա, հա, ու այդպես էլ եղավ։ Վասուդևան ինքը տարավ, հիմա այդ մանրուքները չեն խորանում այս պահին, տարավ, ուրեմն եւ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ համընդհանուր վայելքի գաղափարը ինքը թաքնվեց, որ նյութական գիտակցությունը ընդհանրապես չհասկանա, թե հոգու մեջ ինչ սկզբունք մտավ։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն Պեշել, այսինքն այստեղ ցույց են տալիս, թե իրականում Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ոնց է, պատկերավոր եթե ասեմ, ոնց է խափում կենթանի էակի նյութական գիտակցությանը, հա, ինքը այնպես է անում, որ նյութական գիտակցությունը հենց իր ձեռքերով սպանում է իր սեփական, իր մեջից դուրս եկած երևույթները, տրփանքը, ջղայնությունը, անկախությունը, դաժանությունը եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն իսկ ինքը այդ կենթանի էակը իր ներսում պիտի այդ պրակտիկան վերցնի, հասկանում եք, թե որտեղ է որ ինքը սեր է առաջանում կամ ուրախություն։ Եվ այդ տեսանկյունից է, որ մենք նայում ենք եւ տեսնում ենք, որ բhakti յոգան, այսինքն այն յոգան, որը ինքը հենց նախատեսված է այդ
վերջնական իրականացման համար, սիրո մեջ հարաբերություններ ստեղծելու Աստծո հետ, չէ՞։ Ինքը իրականում, այսպես, առավոտից երեկո ուրախություն է, եթե այդպես վերցնենք, էլի։ Տեսեք, օրինակ ես որ ասենք, այ որ ես ընդունեցի բակտին եւ քրիստոնյաների հետ շփվում էի այն օրերը, երբ որ տոներ էին։ Եվ օրինակ իմ մայրը գալիս էր տուն, ես ասում եմ, այսինչ օրը ես զբաղված եմ առավոտից երեկո գնալու եմ տոնե։ Իսկ ինքը այսպես հաստատված քրիստոնյա է, չէ՞։ Եվ ինքը ինչ է սովոր։ Այ Հիսուսի հետ կապված ինչ տոներ կան։ Հիսուսի խաչելը, Հիսուսին տանջելը, Հիսուսի մահը, եւ միակ տոնը, որ ինքը ուրախություն է, դա Հիսուսի բանն է, ասեք։ Հիսուսի ծնունդն է եւ Հիսուսի համբարձումը, վերջ, չէ՞։ Ուրեմն նվիրալները իրենք տարվա մեջ, գիտեք, եթե բոլոր տոները անեն, դա ամեն 3 օրը մեկ քեֆ է։ Պրակտիկան ինքը ինչպիսին է։ Նվիրալները երբ որ հավաքվում են, հաճելի երաժշտության տակ երգում են Աստծո աղոթքները։ Հաճելի, այլ ոչ թե տխրություն, ձեռբերող, ողջ, պեսիմիչ բան, այդպիսի բաներ այդտեղ ընդհանրապես չկա։ Իրանց համար ուրախ պարում են։ Հա։ Հետագայում, երբ որ Շիլո Պրաբհուպադը ինքը բերեց այդ շարժումը, կան քրիստոնեական աղանդներ, այսպես կոչված, որոնք իրենք միանգամից գլխի ընկան, այդ մշակույթը վերցրեցին ու իրանք հիմա նույնպես կիրառում են։ Եվ դա իրականում շատ լավ է։ Ես այնպես չի որ դեմ ենք էլի, շատ լավ է, որովհետև այո, հոգևոր կյանքում պետք է լինի, այս է ցույց տալիս արիացին, որպեսզի դու կարողանաս Աստծո հետ հարաբերություններ կառուցես կամ ամենակարևորը դա նա է, որ դու սեր ու ուրախություն զգաս։ Սեր կարող ես զգաս միայն այն դեպքում, երբ որ Աստծուց հոգատարություն ես ստացել, երբ որ նրանից բարյացականություն ես ստացել, հա։ Իսկ Աստված ինքը մի պայման է դնում, ասում է եղիր բարոյական, եւ ես ոչ մի պատճառ չեմ ունենա քեզ ոչ պատժելու, ոչ տառապանք տալու, ոչ փորձություններ տալու, փորձություններ չկան, էլի, մենք արդեն խոսացել ենք դրան հետ։ Աստված ոչ մի կարիք չունի ոչ մեկին փորձելու։ Եվ այստեղ այդ գործոնը, որ ինքը իմինը դարձավ փոքրիկ աննկատ յութական էգոիզմի համար, եւ գնաց նստեց սիրո եւ ուրախության գիրկը։ Այսինքն, ասես կամած, երբ որ կենթանիակը ինքը վերցնում է բակտի յոգայի սկզբունքները, դրանք ուրախություն են։ Ամեն առավոտ նվիրալը ինքը, երբ որ զարթնում է, ծառայություն է անում Աստծուն։ Այդ ծառայության ժամանակ բոլոր աղոթքները, որոնք երգվում են, իրանք տրամադրություն բարձրացնում են։ Հասկանում եք, նույնիսկ աղոթքներ կան, որոնց բառային իմաստները, այսպես մի քիչ ծանր բան ունեն, հա, բայց երաժշտական կատարումը ինքը այնքան ուրախ է, որ թվում է, որ այս ինչ որ sense մի հատ խաղու պարելու ինչ որ մի բան է։ Հասկանում եք, այ հոգևոր մարդու կյանքում իր կենցաղը իմինը երբ որ ինքը հոգևորի հետ է շփվում, հասկանում եք, պետք է ուրախություն բերի իրան, ոչ թե թեթևություն տառապանքից, այլ ուրախություն։ Հասկանում եք, եւ այո, հոգևոր մարդիկ իրանք իրար հետ պետք է հավաքվեն, այո, քեֆ անեն։ Աստծուն առաջարկված ուտելիքով, որը ինքը լուսավորված է եւ մեծ թեթևություն է բերում։ Հա, նրա հանդեպ նրան ուղված, ասենք, հաճելի աղոթքներ մատուցելով, սեր արտահայտելով, չէ՞։ Եվ այլն, հասկանում եք, հիմա տեխնիկաների մեջ չմտնենք, գլխավոր սկզբունքը պիտի հասկանանք, էլի, որ ինքը գնաց այդ 4 տրանսցենդենտալ գիտելիքից, որը բերում է հրաժարումից հետո ազատագրման, ինքը գնաց, ասես համընդհանուր երանությունը, այսինքն կենթանիակը ինքը վերականգնում է իր երանելի հարաբերությունները սիրո եւ ուրախության մեջ։ Ու ոչ միայն, բայց որպես ծնող իրանց հանձնեցին։ Հիմա ոչ Նանդան էր հասկանում, որ Կրիշնան իր երեխան չի,
ոչ էլ Աշոտան, այնտեղ մի հատ շատ ավելի ուրիշ անալիզ կա, հիմա կդրեք այնտեղ չեք կարող խորը անալիզ պային։ Հասկանում եք, եւ հիմա Ութավան ինքը այդ է ասում, ասում է, որ արտաքինից թվում է, որ ինքը վախեցավ, փախավ, պահկվեց, որ Կամսան իրան չգտնի, եւ այո, սկզբունքը հենց դա է, որ նյութական գիտակցությունը ինքը ոչ սեր կարող է թույլ տալ, ինչ է նշանակում էգոիզմը թույլ տա, որ ես ինչ-որ մեկին սիրեմ, հասկանում եք, ես միշտ ասում եմ, հիմա էլ կասեմ, երբ որ մի էգոիստը մոտենում է մի հատ ուրիշ էգոիստին եւ ասում է ես քեզ սիրում եմ, ինքը իրականում դիմացինին տեղյակ է պահում, թե ինչպես է որ պատրաստվում է իրան օգտագործել իր վայելքների համար։ Ուրիշ ոչ մի բան։ Եթե ամեն մեկը մի հատ անդրադառնա իր մտքի վիճակին, ինքը ինչ է զգում, ինչի շուրջ է կենտրոնացած, երբ որ ինչ-որ մեկի հանդեպ սեր է զգում, դուք միանգամից կտեսնեք, որ հիմնականը դա նա է, թե ոնց եք վայելելու այդ ազնվորությանը։ Հասկանում եք։ Եվ այո, իհարկե, ինչ է նշանակում, որ մաքուր սերը ինքը եկավ էգոիզմին, ասեց բան, այ հիմա թույլ տուր, որ ես տեղի ունենամ։ Իհարկե, ներքին պայքար է գնում էգոիզմի եւ մաքուր սիրո միջև։ Եվ ինքը ինչ ասեց, ասեց պետք չի պայքարել։ Մաքուր սերը պետք չի, որ պայքարի էգոիզմի դեմ։ Ինքը պետք է իր մի հատ փուճուրիկ աշխարհը ստեղծի, որտեղ ինքը սեր է զգում եւ ուրախություն։ Հա? Եվ այդ համընդհանուր վայելքի գաղափարը ինքը քանի գնա հզորանալու է, քանի գնա աճելու է։ Ու երբ որ ինքը արդեն ասեց աճեց ու կենդանիակի մեջ, այսպես էլի ազդեցիկ տեղ գրավեց, այդ ժամանակ ինքը ի վիճակի է նյութական էգոիստական գիտակցությունը ոչնչացնելու։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ դրա համար Ութավան ինքը ասեց, որ ինքը այսպես էլի թվացական, ինքը վախեցավ, բայց ինքը ոչ թե վախեցավ, որտեղ այդպես է թվում, որ ինքը երեխային վախենալով տարան, ինչ-որ տարան բանների, ուրիշտեղ ինքը ուրիշների մոտ բան եղավ, չէ՞։ Եվ ինքը ասում է, այդ ձևացնելով ուրիշ մեկը, թե ինչպես չնայած իր անսահման զորությանը շփոթված ինքը ուրեմն փախավ մաթուրայից այդ մոտը որ ծնվել էր, չէ՞։ Սա ինձ շփոթեցնում է, հա, եւ տառապանք պատճառում։ Այսինքն շփոթեցնում է ու տաղան ասում է, ես չեմ հասկանում, ինչի է, ինչի, որտեղ ինքը նյութական գիտակցություն չունի։ Ինքը ասում է, ես սա չեմ հասկանում։ Հա, բայց մյուս կողմից ինքը հենց այդ մաքուր սիրո համընդհանուր վայելքի գաղափարի կրողն է, որտեղ ինքը մաքուր նվիրալ է։ Եվ ասում է, եւ դա ինձ ցավ է պատճառում, որ կա մի աշխարհ, որտեղ համընդհանուր այն գաղափարը, որ բոլորը պիտի երանելի լինեն իրանց կյանքում, այդ գաղափարը պիտի վախենա էգոիզմից, պիտի թաքնվի, որ կարողանա գոյություն ունենա։ Հասկացաք, չէ՞։ Այս սա էր Ութավայի ասածը, հա։ Եվ ուրեմն մնացածը արդեն ինքը խոսում էր նրա մասին, որ Տեր Շի Կրիշնան ինքը ներողություն խնդրեց իր ծնողներից, որովհետև չէր կարողացել իրանց մասին հոգ տալ։ Հա, հիմա տեսեք ինչի մասն է խոսքը։ Իրականում այդ պահին Տեր Շի Կրիշնան ինքը դեռ փոքրիկ երեխա էր, երբ որ ինքը վերադարձավ այնտեղ Բալարամայի իր եղբոր Բալարամայի հետ միասին եւ Կամսային իրանք սպանեցին, չէ՞։ Կամսային սպանեցին, Վասուդևային Դևակին ազատեցին, ոբշեմ ինչ որ այդտեղ արվեց, մենք հետո հետագայում կքննարկենք։ Ինչ որ բաներ արեցին, ամեն ինչ դրեցին իրանց տեղը, չէ՞։ Եվ այդտեղ Տեր Շի Կրիշնան ինքը Բալարամայի հետ մոտենում են Վասուդևային, այսինքն հոգևոր ուսուցչին եւ Դևակին, եւ Կրիշնան ինքը ասում է, որ կներեք, որ ես չեմ կարողացել իմ որդիական պարտականությունը կատարեմ, հա, եւ հոգ տանեմ ձեր մասին, հոգևոր ուսուցչի եւ աշակերտի մասին։ Հա, որ այսինքն որ նյութական գիտակցություն ունեցողները ձեզ նեղություն են պատճառել, որտեղ ես ուրիշ խնդիր ունեի, ես պիտի այնտեղ աճեի, մեծանայի, ուժեղանայի, որպեսզի գայի ու այդ նյութական էգոիստական գիտակցությունը ոչնչացնեի։ Այդ ընթացքում ես չեմ կարողացել
ձեր մասին հոգ տանել, կներեք։ Հասկանում եք, այսինքն տեսեք, սա իրականում ինքը այսպես էլի խորը, ես էլ մենք սենց էլի այն ամենավերևի բանը նայեցինք, էլի, որտեղ եթե ես սրա մեջ խորանամ, մենք երկու շաբաթ մենակ այս իրա ծնունդն ենք քննարկելու, եւ ժամանակին մենք հենց այդպես էլ անելու ենք։ Հասկանում եք, այսինքն պարզ եղավ, չէ՞, որ ուղղակի այսպես նշмарեցիք մի հատ թե սա ինչի մասին է, արդեն հասկացանք, թե ինչքան խորը երևույթի մասին է խոսքը, եւ սա մաքուր նվիրալի վերաբերմունքն է։ Հասկանում եք։ Տեսեք, ասենք, չէ՞, հիմա ցանկացած աթեիստ, ցանկացած էգոիստ, որը ինքը կարդա այդ պատմությունը, ինքը լրիվ ուրիշ էմոցիաներ կունենա, լրիվ ուրիշ եզրակացություններ կանի, բայց հիմա մենք ծանոթանում ենք մաքուր նվիրալի հոգեվիճակի հետ, որի համար համընդհանուր վայելքը դա իր միսն ու արյունն է։ Հա, եւ ինքը հիմա այդ իր ցավն է արտահայտում, թե ինքը ինչ է զգում, երբ որ տեսնում է, թե էգոիստների աշխարհում բոլորի վայելքի իրավունքի հետ ինչպես են վարվում։ Որ էգոիստները իրանք այդ գաղափարի հետևից գնում են, որպեսզի ոչնչացնեն։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություն ձեզ։